Շնորհակալություն Factor TV Նարեկ Կիրակոսյան, ես հարց ունեմ երկու նախարարներին էլ։ Պարոն Լավրով, դուք եկել եք մի երկիր, որի դեմ եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանը կիրառել է մեծականակ ռուսական զենքեր, ինչի հետևանքով հայաթափվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ օկուպացվել են Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ 44-օրյա պատերազմի մեկնարկի դրությամբ ադրբեջանական բանակի զենքի 60%-ը եղել են Ռուսաստանից եւ Բելարուսից մատակարարվածները։ Բացի այդ, Ռուսաստանը չի կատարել 1997 թվականի պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորությունները։ Ռուսաստանը զենք չի մատակարարել Հայաստանին, չնայած դրա դիմաց Հայաստանը վճարել է։ Չեք կարծում, որ այս պայմաններում բնական է, որ Հայաստանը պետք է փորձի մերձենալ Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ եւ ԵՄ այլ երկրների հետ ու անդամակցության գործընթաց սկսի։ Չնայած դուք ձեր ասուլիսի ժամանակ, եթե չեմ սխալվում, հունվարի 14-ին հայտարարել եք, որ ԵՄ-ին միանալու գործընթացը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, բայց ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ ռուսական պետական լրատվամիջոցներ սպառնալիքներ են հնչեցնում եւ անգամ զուգահեռներ տանելով, այսպես ասած, Հայաստանի ուկրաինացման հետ կապված, սա ինչ է նշանակում, արդյոք Ռուսաստանը պատրաստվում է տնտեսական պատժամիջոցներով կամ ռազմական ուժով կանխարգելել Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ, ինչպես եղավ Կիևի դեպքում, թե այնուհանդերձ կհարգեք Հայաստանի ինքնիշխան որոշումը։ Եվ եթե կարելի է մեկ հարցել Հայաստանի արտգործնախարարին, Պարոն Միրզոյան, Հայաստանի քաղաքացիները, այդ թվում նաև նրանք, ովքեր այս պահին արտգործնախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, չեն հասկանում, թե ինչու եւ ինչպես է Հայաստանի վարչապետը մայիսի 9-ին մասնակցում Մոսկվայում տեղի ունենալիք շքերթին, ինչու եք դուք պարոն Լավրովին այսպես ջերմ հյուրընկալում եւ սա այն պայմաններում, երբ Հայաստանի դժվարին եւ ճգնաժամային պայմաններում Ռուսաստանը չի դրսեւորել որպես Հայաստանի դաշնակից եւ չի կատարել անվտանգային պարտավորությունները, ավելին հաճախ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ նշել են, որ Բաքվի ռազմական հարձակումները Հայաստանի դեմ արդարացված են, քանի որ սահմանները հստակեցված չեն։ Այսքանից հետո հայ-ռուսական ինչ որակի հարաբերությունների մասին կարող է խոսք լինել եւ կոչվել դրանք դաշնակցային։ Знаете, мне как-то даже неловко отвечать на ваш вопрос. Во-первых, не запомнил, потому что вот вы говорили, позиция ваша ясна. Գրեթե բոլոր տարիներին անկախություն ձեռք բերելուց հետո օգտագործում էր ռուսական զենք, այդ թվում նաև ժամանակին վերցնելու համար այն 7 շրջանները, որոնց նկատմամբ պաշտոնական հավակնություն երբեք չի ունեցել։ Իմիջայլոց Հայաստանի առաջին ղեկավարներից ոչ մեկը երբեք չէր առաջարկում Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսաստանյան զենք վերցնելու համար անվիճարկելի 7, չվիճարկվող 7 ադրբեջանական շրջանները եւ այնտեղ ամրաշինական եւ ռազմական գծեր ստեղծելու համար, շինարարության համար եւ դրանք ցույց են տալիս, որ այդ տարածքները շատ երկար ժամանակ պահելու համար էր հաշվարկնարված։ Որոշ վերլուծաբաններ ասում էին, որ այդ ամրաշինական աշխատանքների բնույթը վկայում էր այն մասին, որ ընդհանրապես չէին պլանավորում դրանք հետ փոխանցել Ադրբեջանին, ուստի այո, Աֆրիկայում էլ է, Մոզամբիկում էլ է օգտագործվում ռուսական զենք, Կալաշնիկովի ավտոմատ, շատ երկրներում կա մեր զենքը եւ դա չի նշանակում, թե այդ զենքը ամենուր օգտագործվում է այն նպատակներով, որոնք օրինակ համահունչ կլինեին բոլորին ձեռնտու սկզբունքներին։ Ձեր նշանակած դրվագները վճարում մատակարարումների հետ կապված եւ չկայացած մատակարարումների հետ կապված մենք այդ դրվագն այսօր քննարկել ենք, մենք կարգավորել ենք այդ հարցը, այդ վճարումները հաշվանցվել են այլ նպատակների, այստեղ հակասություն չկա, նոր մատակարարումների առումով մենք այո հիմա ունենք իրավիճակ, որում մենք ստիպված ենք
неоднократно в истории Ինչպես воевать պատմության մեջ против всей բազմիցս Европы, которые в очередной раз կռվել ամբողջ Եվրոպայի դեմ, որը հերթական անգամ նացիստական կարգախոսների ներքո Зеленского Զելենսկու ռեժիմն առաջ մղելով կռվում է մեր դեմ։ Գործնականում բոլոր եվրոպական երկրները եւ զենք, ինչպես հասկանում եք այս իրավիճակում, которые поступают на Украину, его որը очень много. Оно հասնում է Ուկրաինա շատ է, ժամանակակից զենք է եւ այդ զենքը մեր պատասխանն է պահանջում եւ մեր հայ բարեկամները համոզված են մեզ հասկանում են, որ նման իրավիճակներում մենք չենք կարող մեր բոլոր պարտավորությունները ժամկետում կատարել, բայց անգամ այդ իրավիճակում систем законтрактовано. բոլոր հայ գործընկերների հետ պայմանագրերով նախատեսված համակարգերը փոխանցվում են եւ մենք այդ պրակտիկան կշարունակենք։ Ինչ վերաբերում է Закупки оружия в других այլ странах, երկրներում զենքի գնումներին, որևէ խնդիր չկա։ друзей, Դա մեր հայ բարեկամների ընտրությունն է, եթե իրենք ցանկանում են ունենալ ֆրանսիական для բազա дополнительных поставок. լրացուցիչ մարտակառումների համար, խնդրեմ, եթե որևէ այլ երկրի, խնդրեմ, մենք որևէ բան չենք պարտադրելու, բայց իհարկե, երբ դաշնակիցը հիմնվում է Страны, как Франция, Ֆրանսիայի նման երկրից ռազմական մարտակառումների վրա, որը գլխավորում է, այդ երկիրը գլխավորում է ճշնամական ճամբարը եւ անձամբ նախագահ Մակրոնը եւ իր բոլոր նախարարները պարզապես ատելություն են շնչում Ռուսաստանի նկատմամբ из-за которой եւ համարում են որ այն միակ խնդիրն է Ուկրաինայի խնդրի Ուկրաինայի հակամարտության չլուծման համար, բայց իրենք լուծում ասելով հասկանում են հրադադար առանց որևէ պայմանների առնվազն մեկ ամսով կամ ավելի երկար ժամկետով, որովհետեւ մենք կարողանանք հանգիստ միջավայրում լրազինել Ուկրաինային, որ Ուկրաինան կարողանա իր պաշտպանական դիրքերը ուժեղացնել։ Ընդ որում այդ կոչերը առանց պայմանների հրադադարի մասին հնչեցվում են совершенно другой позиции. մի քանի բարի լրիվ այլ դիրքորոշում ունենալուց հետո, որը ձևակերպում էին Եվրոպական միությունը եւ ՆԱՏՕ-ի անդամները, իսկ իրենք ասում էին երկար տարիներ ոչ մի բանակցություն չի լինի, քանի դեռ Ուկրաինան չստանա Ռուսաստանից ավելի ուժեղ դիրքեր եւ ընդհանրապես չեն լինի բանակցություններ, ասում են, քանի դեռ Ռուսաստանը ռազմավարական պարտություն չի կրի։ Հետո 180 աստիճանով շուր եկան եւ հիմա արդեն Уже не о стратегическом поражении. ոչ թե ռազմավարական պարտություն, այլ հրադադար, որպեսզի Ուկրաինան լրազինվի։ Քաղաքական իմաստով իհարկե Ֆրանսիան հանդես է գալիս որպես ճշնամական պետություն, ուստի մեր դաշնակիցները իրենք պետք է որոշեն, թե որտեղ է ավելի լավ զենք գնել։ Նույնիսկ При всем том, о чем я сказал. այն ամենով հանդես ինչ ես ասացի։ Իսկ ինչ վերաբերում է, մի բան ասացիք 24 января հունվարի 24-ի մասին, право на выбор ընտրության իրավունք, ասում եք, մենք ճանաչում ենք ընտրության իրավունքը։ Մենք նախկինի պես շատ ջերմ հարաբերություններ ունենք հայ ընկերների, հայ բարեկամների հետ, ի հեճուկս մի շարք խնդիրների, որոնք ծագեցին հարաբերություններում։ Наверное, недопонимание Դերևս позиций друг друга. միմյանց դիրքորոշումները ոչ լիարժեք հասկանալու պատճառով։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, մեկ անգամ էլ ասեմ, մեզ ոչ ոք չի կարող փնովել, Последние մեղադրել, որովհետև վերջին առնվազն 20 տարիներին и президент Путин, եւ նախագահ Պուտինը եւ նախագահ Մեդվեդևը, հետո նորից նախագահ Պուտինը առաջ էին մղում լուծում, որը լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում խաղաղ բանակցությունների միջոցով։ Հիշեցնեմ ինչի մասին էր խոսքը գնում։ из 7 азербайджанских Ադրբեջանական 7 շրջաններից отдать 5 տալ 5-ը վերադարձրեք 5 շրջանները, как первый шаг որպես առաջին քայլը в եւ промежуточной стадии сохранить միջանկյալ փուլ որպես պահպանեք Կելբաջարի եւ Լաչինի շրջանները, дրանք ահռելի տարածքներ են, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղի հետ։ Պահպանեք դրանք այն կարգավիճակում, որում կան հիմա, հետաձգելով вопроса о окончательном статусе Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը երկար տարիներով, իսկ փաստացի խոսքը գնում էր այն մասին, որ դա հետաձգվի եւ թողնվի ապագա սերունդներին։ чем то, Դա երևի ինչ-որ բանով ավելի լավն է, քան այն ինչ հիմա ստացվեց։ компромисс. Ինչու որովհետև այդ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական ղեկավարության կողմից, մերժվեցին։ Но
право на выбор, да, вот Սակայն այո, ընտրության իրավունքը в данном случае իրացվեց։ Այս պարագայում հրաժարում այն բանաձևից, որը ես հենց նոր вспомнил. հիշեցի։ И ваша фраза Եվ ձեր այն արտահայտությունը линии якобы на украинизацию. Ուկրաինա իբրև Հայաստանն ուկրաինացնելու մեր մոտեցումը, որ ասացիք ինչ որ նման մի բան, որ հետո Հայաստանի հետ անել նույնը, ինչ արել եք Ուկրաինայի հետ, Даже что, по-моему, комментировать. ըստ նույնիսկ մեկնաբանելու բան չկա։ Նշանակում է դուք կողմ եք եւ սատարում եք նացիստական ռեժիմին, արմիությունների տանը մարդկանց այրելուն, ովքեր զինվորական խմբավորումներ ուղարկեցին Ղրիմի խորհրդարանի վրա հարձակվելու միայն նրա համար, որ Ղրիմի խորհրդարանը եւ Ղրիմը հրաժարվել էին սատարել հակասահմանադրական պետական հեղաշրջմանը։ Ես չեմ հիշում, որ Հայաստանի ղեկավարությունը մեկնաբաներ 14 թվականի փետրվարի Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը։ Չեմ հիշում, որ արևմտյան երկրներից որևէ մեկը մեկնաբաներ, բացասաբար խոսեր այդ իրադարձության մասին։ Ուրեմն այն ժամանակ արդեն Հայաստանը 2014 թվականին իրացնում էր դիրքորոշում ընտրելու իր իրավունքը։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական Коллеги, գործընկերներին, которые накануне госпереворота ովքեր подписали պետական հեղաշրջման նախաշեմին որպես երաշխավոր հանդես եկան այն ժամանակվա на наш вопрос. նախագահ եւ ընդդիմության միջև։ Մենք հարցրեցինք, բայց դուք երաշխավորում եք, որ կարգավորում է տեղի ունեցել, ինչու ոչ չեք անի այդ պուտչիստներին, որ կարգ պահպանեն, իրենք ամոթխած հայացքը կախեցին եւ ասացին, երբեմն ժողովրդավարությունը անսպասելի թեքում է То же самое, ստանում, Соединенные անսպասելի ընթացք է ստանում, նույնը ԱՄՆ-ը Штаты. գնաց մի կողմ քաշվեց դեպի դրանից առաջ նախագահ Օբաման նախորդ օրը զանգում էր նախագահ Պուտինին եւ խնդրում էր չառարկել Соглашение об урегулировании под гарантией կարգավորման համաձայնագրի ստորագրմանը, որը պիտի լիներ Եվրամիության երաշխավորության ներքո, խոսելով ԱՄՆ-ի մասին 2014 թվականին փետրվարից քիչ անց госпереворота в ГАМ. պետական հեղաշրջման փորձ եղավ Կամբերում։ Դուք հետաքրքրասեր անձնավորություն եք, նայեք ինտերնետում այնտեղ կա հայտարարություն, Парламента США ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի հայտարարությունը Գամբիայում հեղաշրջման փորձի մասին, որտեղ ասված է, որ ԱՄՆ-ը երբևէ передачу власти չեն սատարի իշխանության փոխանցումը ոչ սահմանադրական ճանապարհով։ Այ իրենց հարցրեք, գալիս լինում են չէ ամերիկացի գործընկերները այստեղ, մամլասուլիսների գալիս են, իրենց հարցրեք ինչու Գամբիայում չի կարելի, իսկ Ուկրաինայում կարելի է։ они вам, наверное, Իրենք ձեզ հավանաբար скажут, կասեն про ինչ-որ բան, ինչ-որ սուբյեկտիվ հանգամանքների մասին, բայց իրականում Գամբիայում которые американцы կառավարություններ, որին ամերիկացիները սատարում էին, իսկ Ուկրաինայում նախագահ էր, хотели. ում իրենք ուզում էին իշխանազրկել եւ իրենց մարդկանց Что այնտեղ я не դնել։ вижу каких-то причин. Դա համար ես չեմ տեսնում պատճառներ, որևէ պատճառներ Հայաստանի ուկրաինացման համար։ Հայաստանը մեր տաշնակիցն է, մեր ընկերն է, Не Հայաստանը являет չի вне закона русский язык. Հայաստանը ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը անօրինական չի հռչակում, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին եւ նրանց, ովքեր պարզապես ուզում են ռուսերեն խոսել։ Мнение не принято Հայաստանում закона, թողված չեն запрещает օրենքներ, որոնք արգելում են այդ ամենը, ի տարբերություն Ուկրաինայի։ Այդ օրենքների ցանկը нашим այսօր друзьям передали. մենք փոխանցեցինք մեր ընկերներին, Ни в одной стране որևէ տեղ, որևէ нет երկրում запрета չկա какой-либо որևէ язык լեզվի արգելք, негосударственный. խոսքը ոչ պետական լեզվի մասին է, որևէ երկրի, Если на этом որևէ языке լեզվի, разговаривают եթե այդ լեզվով խոսողները քո երկրի բնակիչներն են, մենք բարձեցինք, որ Հայաստանում արգելված չէ ադրբեջաներենը, իմիջայլոց Ադրբեջանում, включая теперь и Карабах, այդ թվում այժմ նաև Ղարաբաղում, ժամանակությամբ Ադրբեջանի արգելված չէ հայոց լեզուն, իսկ այ Ուկրաինայում ռուսերենը արգելված է, Իսրայելում արաբերենը արգելված չէ, արաբական երկրներում иврит не запрещен. եբրայերենը արգելված չէ։ Украина уникальная. Ուկրաինան այդ առումով ունիկալ պետություն է, երբ մենք լսում ենք Заявление комиссара Еврокомиссии, Եվրահանձնաժողովի ընդայնման հանձնակատարի հայտարարությունները, по-моему, Տեկին կարծես կոս ասում է իբրև ամբողջ Ուկրաինան կատարել է բոլոր նախնական պայմանները եւ կարելի է սկսել անդամակցության բանակցությունները на фоне того, что Եվ այն фон дер Ляйен բանի ֆոնի, որ Ուրսուլա ֆոն դեր Լայնը, Կայա Կալասը եւ մյուսները հայտարարում են, թե надо ей помогать. պետք է օգնել Ուկրաինային, քանի մինչև որ հաղթի, որովհետեւ Ուկրաինան
պաշտպանում է եվրոպական արժեքները, դա նշանակում է, որ Европа считает своими Եվրոպան ценностями իր արժեքներն է համարում նացիզմը, истребление языка, на котором говорит большинство граждан. այն լեզվի ոչնչացումը, որով խոսում են տվյալ պետության Ուկրաինայի քաղաքացիների մեծամասնությունը, Հայաստանի ինչ ուկրաինացման մասին կարող է խոսքը գնալ, Հայաստանը քաղաքակիրթ երկիր է, Вот. Но вы опубликуйте. դուք հրապարակեք ձեր հարցը ամեն դեպքում, Ответы мои не իմ պատասխանները պարտադիր չէ։ Հայաստանի Հանրապետությունում հարգելի պարոն նախարար ժողովրդավարական ինստիտուտները շարունակաբար զարգանում են եւ մեծ հարգանքի են արժանի երբեմն այդ ինստիտուտները կամ դրա պտուղները ոչ այնքան հաճելի են ականջի համար իմ համար եւս եւ ես ինքս կարող եմ երբեմն միանալ առանձին լրագրողների դեպքում ձեր գնահատականին որ այդ գործունեությունը ավելի շատ նմանվում է քաղաքական գործունեության, քան լրագրության, բայց ստիպված ենք պատասխանել ձեր հարցերի եւ ես էլ չեմ խուսափի ձեր հարցից, իրականում ձեր հարցի պատասխանը ինձ ուղղված մասի համենայն դեպս բավական պարզ է եւ ակնհայտ հայ ժողովուրդը իր լրջագույն ավանդն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում 300,000 զոհ ենք տվել, մենք վերջին պատերազմում հիշենք մեր զոհերի թիվը եւ մի պահ փորձենք պատկերացնել սարսափելի ծավալները, մենք 300,000 զոհ ենք ունեցել ֆաշիզմի, նացիզմի դեմ ուրեմն պայքարի գործում եւ հրաժարվել այս ներդրումից եւ չհարգել այդ մարդկանց հիշատակը եւ չնշել հաղթանակը կարծում եմ բոլորովին տեղի չի եւ եթե այդպիսի բան լիներ դա զուտ քաղաքական կոնյունկտուրայի ինչ որ դրսևորում կլիներ որը այդքան էլ ճիշտ մոտեցում չի կարծում եմ ինչ վերաբերում է ջերմ հյուրընկալմանը ես չեմ պատկերացնում որևէ հյուրընկալության այլ կերպ մենք մեր բոլոր գործընկերներին առնվազն որպես տանտեր պարտավորենք ջերմ հյուրընկալել հատկապես եւ խոսքը նաեւ մեր երկարամյա եւ դաշնակցային հարաբերություններով գործընկերությամբ կապված գործընկերների մասին ես չեմ ուզում կրկին շղթել խնդիրների արկայությունը մենք արդեն այսօր միայն այս ձևաչափում բավականին երկար կենտրոնացան խնդիրների վրա դրանք ոչ Հայաստանն է ժխտում ոչ Ռուսաստանն է ժխտում տեսակ որ կան հարցեր որ մենք ուրիշ կերպ ենք ընկալում Ռուսաստանի Դաշնությունը ուրիշ կերպ է ընկալում բայց այստեղ եթե ուզում եք ավելի անկեղծ շարունակենք այս խոսակցությունը մենք բոլորս միասին ունենք երկու ընտրություն տեսականորեն, հա? Այսինքն հիմնվել տարբերությունների վրա եւ հարաբերությունների հետագա ընթացքը ուղղել ավելի բացասական կամ հակառակը հիմնվել ընդհանուր շահերի վրա, ընդհանուր հետաքրությունների վրա, իհարկե փոխադարձ հարգանքի ապահովմամբ, միմյանց ինքնիշխանության, ինքնիշխան որոշումների հարգանքի ապահովմամբ ուղղել հարաբերությունները դրականուն։ Մենք կարող ենք անվերջ կենտրոնանալ այդ անցյալի վրա։ Քիչ առաջ էլ մենք որոշակի դրվագով էլի խոսեցինք անցյալի իրադարձություններից, անցյալի դիրքորոշումներից, բայց իմ համոզմունքը եւ ես կարող եմ ասել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը այն է, որ մեզ Ռուսաստանի Դաշնության հետ կապում են ամուր գործընկերային կապեր, մենք ունենք աճող տնտեսական հարաբերություններ, մենք ունենք ամուր մշակութային կապեր եւ պետք է կարողանանք զարգացնել մեր հարաբերությունները հիմնվելով այս դրական ուրեմն ընկալումների, ընդհանուր դրական ընկալումների, դրական ձեռքբերումների վրա այսքանը թերևս մենք ժամանակ ունենք էլի բայց Он обычно короткие вопросы задает. Вячеслав обычно короткие вопросы. Вячеслав,